Ուզում եմ մի կարճ խոսքել ես ասել, բայց այս անգամ հայտարարության մասին, այն որ պարոն Վարդանյանն ասում է եւ դուք էլ հաստատում եք, որ սա լսումների համար արված, այո դա բացահայտ է եւ անգամ պետք չի քննարկել, բայց ինձ հետաքրքիր այն ցանկը, թե ովքեր են ըստ ձեզ քաղբանտարկյալներ։ Թվով 62 անունազգանուններ, երբ նայում ես քաղաքական հետապնդման 40 քաղբանտարկյալներ, այս պահի դրությամբ ըստ ընդդիմության կա 40 քաղբանտարկյալ, երբ անունները կարդում ես, ապա 1000 ներողություն, էլի, 1000 ներողություն, որպես կանոն քաղբանտարկյալ, այդ կատեգորիան ավելի հստակ իրարում են парагրաֆը, անձը արդեն կրում է իրական պատիժը։ Եկեք հետապնդվողներ ասենք ըստ ընդդիմության։ Լավ, ինչեր եք, դա էական խոսքից տրամաբանությունը չի փոխում։ Երբ նայում ես անունազգանունները, առաջի համարում Աչապահյանն էր գրված, մարդ, ով ռազմական հեղաշրջման կոչ է արել, որը որ սահմանադրությամբ եւ քրեական օրենսգրքով պատժվում է։ Դա Տիկին Վարդանյանն ասում է, որ այդ խոսքը չի կարելի համարել կոչ, բայց մարդը դատարանում ասել է, որ այո, ես ռազմական հեղաշրջման կոչ եմ արել, որի համար չեմ փոշմանել։ Դրա համար էլ կրում է իր պատիժը։ Ըստ խոսքի դա է դոս գալիս։ Հիմա դուք ոնց կհասկանաք, ոնց կմեկնաբանեք, ասա ես չեմ արել ռազմական հեղաշրջման կոչ, մի քանի անգամ արել։ Մյուսը ահաբեկչություն երբ առաջինը նայում ես, արդեն են մնացած 61-ին կամ 40-ին, 39-ին, էլ չես ուզում անդրադառնաս, բայց հերթականությամբ ես նայում։ Մյուսը բանն էր, Վազգեն Գալստանյանն էր, որը մեղադրվում է ահաբեկչության մեջ։ Կան փաստական տվյալներ, ինչա չանի բանը չկանխվի հանցագործությունը։ Թողենք ահաբեկչությունը լինի նոր, մտածենք, թե վայ, ոնց կարելի էր կանխել եւ չկանխվեց։ Երբ նայում ես երկրորդ համարը, անունը չես ուզում ծանոթանաս մնացած 60-ի մասին, բայց ասում ես լավ, շարունակենք։ Մի կոռուպցիայի ճանապարհին բռնված մի համայնքապետ Վարդան Ղուկասյան։ Եթե Վարդան Ղուկասյանը քաղաքական հետապնդյալ հալածյալ է, ուրեմն, չգիտեմ, մնացած կալանավորներին կարելի է Սուրբ անվանակոչել։ Նայում ես, հետո շարունակում ես, ասում ես, լավ, տեսնեմ, էլ ինչ ա գրել ընդդիմությունը այս ցուցակում։ Տեսնում ես բանն է, Դուբինկայով ցուցարար ծեծող համայնքի ղեկավարը, ում վճիռը մտավ օրինական ուժի մեջ եւ կրում է իր պատիժը։ Նայում ես, որ կրում է իր պատիժը, ասում ես, հազիվ այստեղ ինչ-որ միտեղ արդարությունն իրականացավ։ Ոնց կարելի է ցուցարարին ծեծող համայնքապետը լինի քաղաքալացյալ։ Զարմանում եմ ձեր վրա եւ ձեր նախ այն որ դուք մի շինծու բանի տեխնացուի ձեր ստորագրությունները դրեցիք եւ մասնակիցը դարակ այդ կատակերգությանը, որտեղ ուրիշ կերպ չէր կարելի այդ համայնքապետի տեխնացությունը անվանել, դա կատակերգություն էր եւ դուք դրանով մասնակից դարակ այդ կատակերգությանը եւ այդ impeachment կոչվող գործընթացին, որովհետեւ ինչպես դուք եք նշում, impeachment-ը դա իշխող ֆրակցիայի գործիքն է եւ իշխող ֆրակցիան միայն կարող է իր նշանակած ղեկավարին դժգոհության դեպքում փոխել, որտեղ մենակ իշխող ֆրակցիան ունի այդքան թվով քվե։ Եվ կատակերգության մասնակից լինելով հիմա էլ բերել եք այդ ցուցարար ծեծողին դուբինկեքով, մասկաներով, կազմակերպված ցուցարար ծեծողին դրել եք քաղաքալացյալի դեպքում եւ մարդը կրում է իր արժանի պատիժը։ Գուցե այս դեպքում կարելի է բան չանել, չասել, որ դա այդպես չէ։ Հաջորդը մի երկու բլոգեր կոչվածներ, ովքեր ուղիղ եթերում, իրանց ուղիղ եթերում անհարգալից վերաբերվելով բոլոր դիտողներին հայհոյախառն արտահայտվում են իմ գործընկերների նկատմամբ։ Դա խուլիգանություն է։ Դրանք քաղաքալացյալներ չեն, դրանք խուլիգաններ են եւ պետքա պատժվեն խուլիգանության համար։ Եվ տենց շարունակ։ Այս ցուցակում իհարկե կային անծանոթ անունազգանուններ, որոնց մասին ես չեմ լսել եւ կարծում եմ, որ քոնե պետքա լսած լինենք, եթե իրանք այդքան քաղաքական հայտ են ներկայացրել եւ քաղաքալացյալներ են կոչվում։
Հետևաբար նրանց հետևում էլ մի քրեական գործ պետքա լինի, որոնք արժանի իրանց տեղն են գտել ձեր ցուցակներում։ Հասկանում եմ, որ կարող է դուք մտածում եք, որ քաղաքալացյալը նա է, ով քաղաքական գործունեություն է անում եւ ճանապարհին քրեական որևէ հոդված խախտելով դառնում է քաղաքալացյալ, դա այդպես չէ։ Բոլորի հետևում վստահաբար կլինի այն գործը եւ ապացույցները, որոնց համար նրանք կրում են իրանց պատիժը կամ հետապնդվում են քրեական գործողություն կատարելու համար։ Որովհետև երբ որ ցանկը լրացնում եք բացահայտ հանցագործներով, եթե անգամ մի հոգի այնտեղ լինի, ով կարող է եւ իրոք ենթարկվել է բռնաճնշման, դուք այդ բացահայտ հանցագործներին մտցնելով այդ ցույց եք տալիս ձեր վերաբերմունքը բոլորի նկատմամբ։ Կարծում եմ սա հարմար առիթ է ձեր համար լսում անել, առջևում խորհրդարանական ընտրություններ են, պետք է պահել ընտրազանգվածը տակ, կհավաքվեք, խոսակ, ջանք ասեք, ջանքը լսեք, գնաք եւ կշարունակեք այլ բան մտածել մինչեւ խորհրդարանական ընտրությունները։ Շնորհակալություն։